Ալեքսանդր Մակեդոնացին բոլոր ժամանակների ամենազարմանալի եւ առեղծվածային ռազմիկներից մեկն է։ 30 տարեկանում նա մարդկության պատմության ամենամեծ կայսրություններից մեկի տիրակալն էր։ Հունաստանի ձիթապտղի այգիներից մինչև Հնդկաստանի փոշոտ պալատները Ալեքսանդրը միավորեց արևելքն ու արևմուտքը, ընդմիշտ փոխելով հին աշխարհը։ Նա իմաստուն էր եւ մարդասպան։ Նա հոգեկան հիվանդ էր եւ միևնույն ժամանակ հանճար։ Միգուցե նա հենց այդպիսի մարդ էր եւ միևնույն ժամանակ ոչ։ Բաբելոն, հունիս մեր թվարկությունից առաջ 323 թվական։ Ալեքսանդրը ծանր հիվանդ է, նրա մարմինը ցավում էր ջերմությունից։ Արյունահեղության եւ նվաճողական ճանապարհով անցնելով 32,000 կիլոմետր, նա հասավ իր ճանապարհի ավարտին, հանուն հավերժական փառքի։ Մի քանի ժամ անց մահացավ հին աշխարհի մեծագույն ռազմիկ թագավորներից մեկը, ինչով էր պայմանավորված նրա վաղաժամ մահը 32 տարեկանում։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար հարկավոր է բաժանորդագրվել Ժոր Մարտիրոսյան ալիքին եւ հավանել տեսանյութը։ Դե ինչ, եթե արեցիր այս ամենը, սկսեցինք։ Ալեքսանդրը ծնվել է հյուսիսային Հունաստանի Պելլա քաղաքում մեր թվարկությունից առաջ 356 թվականին։ Հունաստանի ոսկե դարը վաղուց անցել էր։ Այժմ կայսրությունն ավերված եւ բաժանված էր քաղաքպետությունների։ Ֆիլիպ թագավորը Մակեդոնացի Ֆիլիպ II-ը խիստ զինվոր էր, ով պաշտում էր կանանց։ Նա խմում էր առանց չափի, կատաղի ռազմիկ էր, կուրկներին մարտական կոփված զորքերի։ Հին աշխարհում նրա բանակը լավագույններից էր։ Բայց Ֆիլիպը միաժամանակ անողոք քաղաքական գործիչ էր։ Նա ստեղծեց Մակեդոնիա պետությունը, խաղաղեցնելով տեղի բռնի ցեղերին։ Իմ կարծիքով Ֆիլիպի ձեռքբերումները պարզապես ապշեցուցիչ են։ Նա հին աշխարհի ամենաթերագնահատված հերոսն է։ Ըստ Օքսֆորդի համալսարանի դասական հնության պատմաբան Ռոբին Ջեյմս Լեյն Ֆոքսի, նա բանակը հերթի մեջ էր պահում, այլուն զորավար եւ զարմանալի մարդ էր։ Զինված դիվանագիտությամբ եւ բիրտուժով Ֆիլիպը ձեռնամուխ եղավ Հունաստանի մեծ մասը գրավելուն։ Որդին ծնողից սովորել էր մարտարվեստը, ինչպես նաեւ կառավարման դժվարին գիտությունը։ Օլիմպիայից, մորից, որը նույնպես զգալի հեղինակություն էր վայելում Ալեքսանդրի մոտ, նա բուրըն տաք բնավորության գիծը վաստակեց։ Նրա ազդեցությունը Ալեքսանդրի վրա հսկայական էր։ Նա հզոր կին էր, կարելի է ասել շատ առասվածային, ասել է պրոֆեսոր Փոլ Քարտլերը, հնության պատմաբան, Աթենքի եւ Սպարտայի պատմության մասնագետ։ Բացի իր հորից եւ մորից, Ալեքսանդրն ուներ եւս մեկ դաստիարակ՝ Արիստոտելը, ֆիլիսոփա, բնագետ, ում անունը անքակտելիորեն կապված է հին Հունաստանի հետ։ Հենց նա բացահայտեց գիտությունը, հին հունական մշակույթը եւ Հոմերոսի պոեզիան Ալեքսանդրին։ Արիստոտելը նրա մեջ սերը սերմանել Հոմերոսի Իլիականի տրոյացի ռազմիկների պատմության հանդեպ։ Նրանց մեջ Աքիլեսը հույն մարտիկի իդեալն է, ով երկար կյանքի եւ ռազմի դաշտում փառքի միջև ընտրեց վաղ մահն ու հավերժական փառքը։ Շատ դժվար է թերագնահատել Աքիլեսի ազդեցության ուժը Ալեքսանդրի վրա, քանի որ նա կարծում էր, որ սա իր առասպելական նախահայրն է մոր կողմից, եւ հավանաբար վաղ պատանեկությունից Ալեքսանդրը Աքիլեսի մեջ տեսնում էր օրինակելի օրինակ, հավատալով, որ իր նման մարդը, ով միշտ ցկտել է լինել լավագույնը, լինել առաջիններից, ինչպես գրում է Հոմերը։ Որդին թողել է իր ծնողական տունը, դառնալով Արիստոտելի աշակերտը։ Երբ նա վերադարձավ 16 տարեկան հասակում, հայրը նոր կին ուներ, որը նրան մեկ այլ ժառանգ էր պարգևել։ Այս ամենն Ալեքսանդրի մոտ զայրույթի եւ վրդովմունքի տեղիք տվեց։ Հայր եւ որդի հուսահատ կռվեցին։ Սա կարող էր դառնացնել Ալեքսանդրին, առաջացնելով խորը մրցակցության շատ դժվար մթնոլորտ, երբ որդին հուսահատորեն ձգտում է գերազանցել հորը։ Սա հավանաբար ունիվերսալ հոգեբանական հատկանիշ է, որը տարածված է շատ մշակույթների համար։ Հոր եւ որդու թշնամությունն այնքան սրվեց, որ Ալեքսանդրին վտարեցին։ Ի վերջո նրանք ինչ որ ժամանակ հետո հաշտվեցին, բայց այդ ամենը երկար չտևեց։
Մեր թվարկությունից առաջ 336 թվականին ամառային մի գիշեր Ֆիլիպը եւ թագավորական ընտանիքի անդամները հավաքվեցին նշելու դստեր հարսանիքը։ Մուտքի մոտ թագավորը կանգ է առնում ամբողջին ողջունելու։ Հանկարծ մի մարդ ճողոպրում է նրա մոտ եւ մահացու հարված է հասցնում նրան։ Ենթադրվում է, որ դա եղել է նրա մերժված սիրեկանը։ Այդ օրերին շատ հույների նման Ֆիլիպը երկու սեռի սիրահարներ ուներ։ Ֆիլիպն ակնթարթորեն մահացավ, հարձակվողն անմիջապես սպանվեց։ Նա մենակ է գործել, թե միաժամանակ այլ դավադիրներ են եղել։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ սպանությունը կարող էր կազմակերպված լինել Ալեքսանդրի նենգմոր Օլիմպիայի կողմից։ Կարող եմ ենթադրել, որ նա ներգրավված է եղել, քանի որ զրկվել է պատվավոր պաշտոնից։ Նա դա չէր հանդուրժի, նույնիսկ Մակեդոնիայում վիրավորված կնոջ ավելի վատ կատաղություն չկար։ Ռոբին Ջեյմս Լեյն Ֆոքս, դասական հնության պատմաբան, Օքսֆորդի համալսարան, բայց ինչ վերաբերվում է Ալեքսանդրին, կարող էր նա ինչ-որ դեր ունենալ իր հոր մահվան մեջ։ Եթե խոսենք այն մասին, թե ում էր վերագրվում, ապա ամենից հաճախ հնչում էր Ալեքսանդրի անունը։ Մահվան պահին Ֆիլիպը ստիպված էր մեկնել Ասիա, մեծ նվաճողական արշավ սկսելու համար։ Ալեքսանդրը ներառված չէր այս պլանների մեջ։ Ենթադրվում էր, որ նա պետք է մնար տանը, ենթադրաբար որպես ռեզերվ, բայց հետո նա չէր ստանա այն համբավը, որը գալիս է նման զանգվածային արշավին մասնակցելուց։ Ալեքսանդրը, ով ընդամենը 20 տարեկան էր, հռչակվեց թագավոր։ Գահին նստած մակեդոնացին ժառանգել էր հսկայական բանակ եւ ոչ պակաս պետական խնդիրներ։ Միայն 1 տարի անց նրան հաջողվեց մարել Հունաստանում տիրող անկարգությունները եւ ինքնահաստատվել որպես տիրակալ։ Նրան արդեն պակասում էր միայն Մակեդոնիան։ Աճող անհամբերությունն ու աճող հավակնությունները ստիպեցին ավելի հեռուն գնալ։ Նա իր ուշադրությունը դարձրեց պարսկական կայսրության վրա, իր վաղեմի թշնամու։ Այն տարածում էր իր սահմանները Թուրքիայի եւ Պակիստանի միջև։ 150 տարի առաջ պարսիկներն այնով կրակով ավերեցին հունական մայրաքաղաքը եւ չխնայեցին աթենական տաճարները։ Այս պատերազմական հանցագործությունը դեռ չէր մոռացվել։ Մահվան նախօրեին Ալեքսանդրի հայրը Ֆիլիպը ծրագրել էր ներխուժել Պարսկաստան։ Այժմ Ալեքսանդրը վրեժխնդիր լինելու հնարավորություն ուներ։ Ալեքսանդրի մոլագար նկրտումները սնուցվել են նրա հոր հսկայական հաջողություններով։ Իր կարճ կյանքի ընթացքում Ֆիլիպի ուրվականը հետապնդում էր նրան։ Նա խրախուսում էր նրան գնալ ավելի մեծ նվաճումների, փորձելով ապացուցել, որ նա նույնքան լավն է կամ նույնիսկ ավելի լավը, քան իր հայրը։ Այս ուրվական ինտերակցիայով Ալեքսանդրը ոտք դրեց փառքի ճանապարհին։ Մեր թվարկությունից առաջ 334 թվականն էր։ Մակեդոնիայի բանակը հատեց Հելեսպոնտ նեղուցը, որը բաժանում էր Խերսոնեսը Փոքր Ասիայից, միացնելով Էգեյան եւ Մարմարա ծովերը։ Այսպիսով սկսեց 11 երկար տարիների արշավը, որը կբերի նոր նվաճումներ եւ կվերափոխի հին աշխարհի քարտեզը։ Ալեքսանդրը մնաց լեգենդար Տրոյայի պատերի մոտ հարգելու հերոս Աքիլեսի հիշատակը։ Նա այցելեց Աքիլեսի գերեզմանին։ Ինչպես Տրոյայի համար մեծ առասվածային ճակատամարտում, այնպես էլ այստեղ Ալեքսանդրը պատրաստվում էր իր սեփական էպիկական ճակատամարտին։ Նրա հակառակորդը երկրի ամենահարուստ եւ հզոր մարդկանցից մեկն էր։ Դարեհ երրորդ թագավորը։ Պարսից տիրակալը պատկերացում անգամ չուներ, թե ինչ ուժեր են ընդդիմանում իրեն։ Ֆիլիպը Ալեքսանդրին թողել էր ոսկե ժառանգություն, հին աշխարհի ամենապատրաստված եւ կարգապահ բանակներից մեկը։ Երիտասարդ արքան վառ եւ ոգեշնչող առաջնորդ էր։ Այս հարցում նա նույնիսկ գերազանցում էր հորը։ Թերևս Ալեքսանդրի ռազմական հանճարի գաղտնիքը կայանում էր նրանում, որ նա չափազանց վճռական, խիզախ անձնավորություն էր, անվախ երբեմն անխոհեմության աստիճանի։ Նա միշտ առանց վարանելու շտապում էր մարտի։ Զավթիչներն արշավում են դեպի հարավ, դեպի Իսա քաղաքը, որն այժմ գտնվում է Թուրքիայում։ Դարեհ երրորդի բանակը գերազանցում էր Ալեքսանդրի զորքերին, բայց դա այնպիսի մարտահրավեր էր, որը գոհացնում էր Մակեդոնացուն։ Ըստ ռազմական ակադեմիայի գնդապետ Լենս Բետրոս Վեստ Փոյնթի ռազմական պատմության մեծագույն հրամանատարները ունակ են դրան։ Նա կարող էր արագ գնահատել իրավիճակը, այնուհետև պլան մշակել հաղթահարելու խոչընդոտները, որոնք ցանկացած այլ հրամանատարի կարող էին փակուղի տանել։ Ալեքսանդրը արագորեն գնահատում է իր թշնամուն։ Հետիոտնային զորքերին պաշտպանում էին նետաձիգները։ Սա վստահ նշան է, որ Դարեհը չի հավատում իր հետիոտներին։ Ալեքսանդրն անում է իր առաջին քայլը, օգտագործելով իր զինանոցի ամենամեծ զենքերից մեկը՝ վախը։ Սարսափեցնող թվաց, երբ նրա զինվորները նիզակներով հարվածում էին իրենց վահաններին եւ առաջ շարժվում, արտասանելով անվերջ ու սառեցնող պատերազմական աղաղակ։ Այս ամենը սարսափի մատնեց թշնամուն։
Պոմպեի խճանկարները պատկերում են այս մոնումենտալ ճակատամարտը գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ։ Ի վերջո, դեմ առ դեմ հանդիպելով իր երդվյալ թշնամու Դարեի հետ, Ալեքսանդրը նիզակով խոցում է նրա թիկնապային, անպարտելի վրուժառույթ դեմքով Դարեհը փախչում է։ Ինչ մտածեցին պարսիկները, երբ տեսան, որ իրենց մեծագույն թագավորը փախչում է մարտի դաշտից։ Այս պահը անհավատալի հոգեբանական ազդեցություն ունեցավ, եւ երբ դա տեղի ունեցավ, ճակատամարտը հաղթվեց։ Բայց Ալեքսանդրը խղճել չգիտեր։ Օրվա վերջում մարտի դաշտում մնացին ավելի քան 50,000 զոհված պարսիկներ։ Անկասկած, Ալեքսանդրը հաճույք էր ստանում սպանություններից։ Նրա ամենասիրած առօրյա զբաղմունքը որսն էր, իսկ խոսքը իսկական որսի մասին է։ Առյուծների դեմ մենակ առանց զենքի դուրս էր գալիս նա եւ հաղթում։ Իսոսի ճակատամարտն ավարտելուց հետո Ալեքսանդրը ճանապարհ է ընկնում դեպի այժմյան Լիբանանի ափ։ Բնակավայրերի մեծ մասը երեսնիվայրն ընկավ հրամանատարի առաջ, բայց Տյուրոսը չցանկացավ հանձնվել։ Ալեքսանդրի վերաբերմունքը հնազանդությանը հետևյալն էր. կամ ինձ հետ եղիր, կամ կմեռնես։ Սկսվեց մակեդոնական բոլոր արշավանքների պատմության մեջ ամենաերկար եւ ամենադաժան պաշարումը։ 7 ամիս մարտերը չէին դադարում։ Երբ Տյուրոսն ընկավ, կղզու 7000 բնակիչ զոհվեց, իսկ 30,000-ը գերեվարվեց։ Որպես նախազգուշացում նա հրամայեց ցցերի հանել Տյուրոսի 2000 պաշտպանների։ Շատ բան, ինչը մենք համարում ենք մարդկային էության ամենավատ դրսևորումներից, բնորոշ էր Ալեքսանդրին։ Ալեքսանդրը դաժան էր եւ դաժանության արվեստը հասցրել էր բացարձակի, եւ շատ դեպքերում դա ապահովում էր նրա հաջողությունը։ Նա նման նվաճումներ չէր անի, եթե չկիրառեր իր մարտավարությունը։ Դաժան հաղթանակների շղթայով կապված Ալեքսանդրը պատրաստ էր հարձակվել Եգիպտոսի վրա, աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկի։ Եգիպտական փարավոններն համարվում էին կենդանի աստվածներ։ Նրանք կանգնեցնում էին հոյակաբուրգեր, տաճարներ եւ հուշարձաններ ի հիշատակ իրենց փառքի։ Եգիպտական մշակույթը տպավորել էր հույներին, բայց այն էլ ավելի ուժեղ տպավորություն էր թողել Ալեքսանդր Մակեդոնացու վրա։ Նա տարված էր այն մտքով, որ մեծ տիրակալը կարող է նաեւ աստված դառնալ։ 2 տարի շարունակվող պատերազմներից հետո հրամանատարը շտապում է դեպի հին Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսը։ Նրա բնակչությունն ուրախանալով պարսկական կայսրության անկմամբ հանձնվում է առանց որևէ դիմադրությամբ եւ ողջունում Ալեքսանդրին որպես հաղթող եւ ազատող պարսիկների նախկին իշխանությունից։ Մեր թվարկությունից առաջ 331 թվականին Ալեքսանդրը մեկնում է էպիկական ճանապարհորդության այցելելու Սիվայի առաքելությանը։ Նա ցանկանում է ստանալ իր աստվածային ծագման ապացույցը։ Մի սարսափելի ավազի փոթորիկից հետո մակեդոնացին եւ նրա ուղեկիցները կորցրեցին իրենց ճանապարհը։ Լեգենդն ասում է, որ նրանց փրկել են 2 թռչուններ, ճանապարհորդներին տանելով դեպի իրենց նպատակակետը՝ Սիվայի առասպելական օազիսը եւ Զևս Ամունի տաճարը։ Այո, այս այցը հիրավի ամենազարմանալի դրվագներից մեկն է հին աշխարհի ողջ պատմության մեջ։ Մակեդոնացին արդեն ծրագրում էր մի փոքրիկ հասարակական ակցիա՝ տեղեկացնել ժողովրդին, որ ինքը Զևսի որդին է։ Նա միայնակ մտնում է տաճարը եւ դուրս գալուց ամեն ինչ ավարտվում է։ Եգիպտացիները նրան վերաբերվում են որպես աստված երկրի վրա։ Այդ ժամանակից ի վեր Ալեքսանդրի նվիրյալ մատենագիր Կալիսթենեսը իր տիրոջը կոչում է երկրի վրա գտնվող աստված, եւ եգիպտացիներն ամրապնդում են այս տիտղոսը, այն պատկերելով իրենց ամենասուրբ տաճարների պատերին։ Բայց մակեդոնացու համար փարավոն ու կենդանի աստված լինելը քիչ է։ Նա մտադիր էր մեկ ընդմիշտ հաղթել իր գլխավոր թշնամուն՝ Դարեհին։ Մինչև մակեդոնացին Եգիպտոսում էր, Դարեհը բանակ էր հավաքում ընդդիմանալու Ալեքսանդր Մակեդոնացուն։ Մեր թվարկությունից առաջ 331 թվականի հոկտեմբերին ներկայիս Բաղդադից հյուսիս Գավգամելա կոչվող պարսկական բնակավայրում տեղի ունեցավ համաշխարհային պատմության մեծագույն մարտերից մեկը։ Ալեքսանդրի բանակը 3 անգամ ավելի փոքր էր։ Դժվարին մարտահրավերը կարծես միայն քաջություն էր տալիս նրան եւ իր զորքին։ Նրա մարտիկները գրեթե ամբողջությամբ շրջապատված էին պարսկական բանակով։ Օգտվելով հնարավորությունից Ալեքսանդրը հարձակվում է Դարեհի վրա։ Պարսից արքան նորից փախչում է։
Ռազմի դաշտում Ալեքսանդր Մակեդոնացի հաջողության գաղտնիքներից էին նրա ֆալանգները, երկար նիզակներով մարտիկների 16 շարք կազմավորումները։ Դարեհով փախել էր արևելք, հետագայում սպանվեց իր հրամանատարներից մեկի կողմից։ 8 տարվա ռազմական արշավները Ալեքսանդրին բազմաթիվ նվաճումներ բերեցին։ Նրա ոտքերի տակ էին Պարսկաստանը, Եգիպտոսը, Միջին Ասիան։ Գրեթե 5.200.000 քառակուսի կիլոմետր տարածքով Ալեքսանդր Մակեդոնացու պետությունը ձգվում էր հունականից մինչև աֆղանական հողեր։ Այժմ նա շարժվում է դեպի ավելի արևելք։ Այն ժամանակ հայտնի աշխարհի ծայրը, որտեղ կար խորհրդավոր երկիր Հնդկաստանը։ Ժառանգելով պարսկական կայսրությունը, նա ցանկանում էր նվաճել նաև Հնդկաստանը։ Ալեքսանդրը հայտնվում էր այնպիսի խորհրդավոր վայրում, որ այնտեղ չէին գործում բոլոր սովորական կանոնները։ Հնդիկները հավաքել էին 50,000-անոց բանակ եւ ունեին սարսափելի նոր զենք՝ 200 մարտական փիղ, 3 մետր բարձրությամբ եւ 5 տոննա կշռող փղերը հնության մի տեսակ մարտական տանկ էին հիշեցնում։ Նրանք կարող էին հարձակվել թշնամու վրա եւ տրորել նրանց։ Ալեքսանդր Մակեդոնացին արագ հասկացավ, որ չի կարող ռիսկի դիմել ճակատային հարձակմամբ։ Նա գիտեր, թե ինչպես պետք է ծրագրեր եւ հարձակվեր։ Իրենց անսպասելի հարձակման ժամանակ Ալեքսանդրի երկար նիզակներով ռազմիկները նյարդայնացնում էին փղերին նիզակների խայթոցներով եւ նրանց մաշկի մեջ խրված նետերով։ Այս իրավիճակում կենդանիները վախից ու ցավից խելագարված գնացին թե հույների եւ թե հնդիկների վրա։ Արդյունքում Ալեքսանդրի ռազմական կենսագրության ամենադժվար մարտերից մեկում հնդկական բանակը պարտություն կրեց, բայց Ալեքսանդրը զարմանալի արարք է անում։ Նա վերադարձնում էր թագավորությունը Ռաջային։ Այսպիսով Ալեքսանդրի մասի լեգենդը արմատավորվում է նաև հնդկական հողերում։ Տարասեր կայսրությունը կառավարելու համար նրան պետք էր համախմբել ժողովուրդներին։ Մակեդոնացին առաջնորդում է բանակը դեպի իր թագավորության մայրաքաղաք Բաբելոն։ Մի շոգ գիշեր շատ խմելուց հետո նա հիվանդանում է մի խորհրդավոր հիվանդությամբ։ 11 օր տենդով տառապելուց հետո Ալեքսանդրը մահանում է 32 տարեկան հասակում։ Ինչը սպանեց Ալեքսանդրին՝ հիվանդությունը, թե ալկոհոլը։ Թե դա սպանություն էր։ Որոշ փորձագետներ ասում են, որ նա ունեցել է տիֆային հիվանդություն։ Մյուսները ենթադրում են, որ նա թունավորվել է մի խումբ հրամանատարների կողմից, որոնք օգնել են զարացած նոպաներից եւ Աստծո պես հարգվելու ցանկությունից։ Պատմաբանները դարեր շարունակ վիճել են նրա մահվան պատճառների մասին։ Համաճարակը բացառված է։ Նրա շուրջը զանգվածային մահեր չեն եղել։ Դա պետք է անձամբ իրեն հատուկ բան լինի։ Կարծում են, որ դա մալարիա էր, ասել է Ռոբին Ջեյմս Լեյն Ֆոքսը, Օքսֆորդի համալսարանի դասական հնության պատմաբանը։ Դարեր շարունակ Ալեքսանդրի մարմինը հանգչել է Ալեքսանդրիա քաղաքում։ Հավանաբար դա հռոմեական կայսրության ամենասուրբ մասունքներից մեկն էր։ Նրա մահից հետո Ալեքսանդրը լրջորեն հարգվեց որպես աստված։ Ալեքսանդրի սխրագործություններով հիացած են եղել հին աշխարհի մի շարք արքաներ, այդ թվում Հուլիոս Կեսարը, որը եկել է եւ հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ հերոսին, հռոմեական կայսր Օգոստոսը, որը ոսկե թագ է դրել նրա դագաղի վրա, նրա մարմնի վրա ծաղիկներ սփռել։ Բայց մեր թվարկության 4-րդ դարում ինչ-որ բան տեղի ունեցավ եւ նրա գերեզմանն անհետացավ։ Այդ ժամանակից ի վեր այն մնացել է հնագետների համար սուրբ գրաններից մեկը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ գերեզմանը կարող էր ավերվել պատերազմի կամ նույնիսկ երկրաշարժերի ժամանակ։ Չնայած Ալեքսանդրի մարմինը կարող է ընդմիշտ կորել, բայց նրա ժառանգությունը շարունակվում է։ Նրա ռազմական փայլուն մարտավարությունը ուսումնասիրվում է ժամանակակից ռազմական ուսումնարաններում։ Դարեր շարունակ ռազմական առաջնորդներն ապավինում էին Ալեքսանդրի մարտական փորձարկված ռազմավարություններին։ Արիստոկրատ Ալեքսանդր Մակեդոնացին ոգեշնչեց հռոմեական կայսրերին, քանի որ նա հասավ նրան, ինչն ուրիշներն անհնար էին համարում։ Ապացույցներ կան, որ ապրելով մինչև 32 տարեկան Հուլիոս Կեսարին անհանգստացնում էր այն միտքը, որ իր նվաճումներն այնքան էլ հոյակապ չէին, որքան Ալեքսանդրի սխրագործությունները։ Դպրոցական հասակում կորսիկացի հրամանատար Նապոլեոն Բոնապարտը հիանում էր Ալեքսանդր Մակեդոնացու մասին լեգենդներով։ Առասիրություն օգնեց նրան արագ ռազմական կարիերա կատարել։ Ալեքսանդրի նման նա իր իշխանությունը կերտեց մի շարք համարձակ ռազմական հաղթանակների միջոցով։ Առաջին իսկ հնարավորության դեպքում նա գնաց Ալեքսանդրի հետքերով Եգիպտոս։ Նրա վրա ամենամեծ տպավորությունն է թողել Ալեքսանդր Մակեդոնացու կրոնական քաղաքականությունը։ Այն, թե ինչպես նա հարմարվեց հանգամանքներին եւ ընդունեց այն երկրի տեսակետները, որտեղ գտնվում էր։
Ալեքսանդր Մակեդոնացին ոսկե ստանդարտ է բոլոր ժամանակների համար եւ դրական եւ բացասական, եւ դա նրան դարձնում է հետաքրքիր եւ աներևակայելի գրավիչ հերոս յուրաքանչյուրի համար, ով երազում է առաջնորդության եւ մեծության մասին։ Պատերազմի արվեստը Ալեքսանդրի ժառանգության միայն մեկ հատվածն է։ Նա նաեւ հարթեց նոր առևտրային ուղիներ եւ հիմք դրեց արևելքի եւ արևմուտքի մշակույթների փոխհարաբերություններին։ Ալեքսանդրը տարածեց հունական մշակույթը։ Ալեքսանդր Մակեդոնացին դարձավ աննկուն ձգտումների եւ հսկայական ձեռքբերումների խորհրդանիշ։ Դա քաջությունն է, անբախ ոգին, իր ժողովրդի մեջ ներշնչված նվիրվածության անկանխատեսելիությունը։ Նույնիսկ ամենահամարձակ թռիչքի դեպքում նրան կարելի է անվանել անհասկանալի մարդ։ Ալեքսանդր Մակեդոնացին լեգենդար առաջնորդ էր, որը տարված էր իր առասպելներով։ 2.500 տարի անց մենք դեռ քննարկում ենք նրա զարմանալի ձեռքբերումները։ Ի վերջո Ալեքսանդրը հասավ նրան, ինչին ձգտում էր։ Նրան անվանում էին Աստված։ Դե ինչ, մեր տեսանյութը մոտեցավ ավարտին։ Չմոռանաք բաժանորդագրվել եւ հավանել տեսանյութը, ինչպես նաեւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների հատվածում։ Ամեն բան հետաքրքիր է եւ տարօրինակ իր ժամանակներում։ Ձեր Ժոր Մարտիրոսյանն էր, կհանդիպենք։